Բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական օրն ու հերթական վլոգը։ Ես դրել եմ իմ երկրորդ բաժակ սուրճը, որ խմեմ ու այդպես ավելի թարմացած ու առույգ գնամ, ինչպես արդեն ասել էի նախորդ վլոգում, այսօր մարտի 28-ն է ու Նինուլիկս Աշոցքում բարի մրցույթ ունի, արթնացել ենք բավականին շուտ, ինչպես տեսնում եք, ես հասցրել եմ դիմահարդարվել ու պատրաստվել, հիմա սուրճս խմեմ, Նինուլիկիս մազերն էլ հարդարեմ ու կամաց հագնվենք ու դուրս գանք, չնայած նրան, որ եղանակային պայմանները ահա որ վատն են, անձրև, ես պատկերացնում եմ Աշոցքում ինչքան ցուրտ ու մռայլ է լինելու, բայց հաստատ այդ ամեն ինչը չի խանգարի, որ իմ աղջիկը ավելի լավ ապրի ու ավելի բարձր հորիզոնական զբաղեցնի։ Մի խոսքով սուրճս խմեմ ու քիչ-քիչ պատրաստվենք դուրս գալուն։ Այդպես սիրուններս, կարծում եմ դիմահարդարումս բավականին սիրուն է ստացվել, հաշվի չառնելով, որ այս ստրելկան այդքան էլ սիրուն չեմ գծել, միշտ այդպես է աչքերիս ստրելկաները, մեկը ավելի սիրուն է միշտ ստացվում, մյուսը ոչ այնքան, բայց չուզեցա ջնջել, որովհետև եթե ջնջեի կպատկերացնեք, չէ, ինչ լողոզված տեսք ունենար, դրա համար երևի ավելի լավ է այսպես մնա, քան թե ավելի լողոզված տեսք ունենա։ Այդպես սիրունս, ասեցի մի անգամից ձեզ էլ ողջունեմ, վլոգի սկիզբը ազդարարեմ, որպեսզի ընթացքը ավելի հեշտ ու գեղեցիկ ընթանա։ Իսկ իմ սուրճը արդեն եփվում է։
Լավեք հանդիսատես, սիրելի հյուրեր, մրցավարներ և մասնակիցներ, բարի գալուստ Աշոտցի մարզամշակութային կենտրոնի ջերմ և հյուրընկալ միջավայր, որտեղ այսօր սպորտային պարահանդեսային գեղեցկությունն ու ուժը։ Այս պարահրապարակը պարզապես մրցակցության վայր չէ, սա այնտեղն է։ Սիրելի մասնակիցներ, խնդրեմ ակտիվ գալ առաջ և ցույց տալ իրենց խմբի պակլոնը։ Իմպուլս պարային ստուդիա, գեղարվեստական ղեկավար Լուսինե Կարապետյան։ Քաղաք Երևան, Կաստանյետ պարային ստուդիա, տնօրեն Մարիամ Նամամյան, պարուսույցներ։ Խնդրում եմ մի քիչ իրանից բացազատվեք, որպեսզի կարողանաք գեղեցիկ ներկայանալ։ Ողջույն սիրուններս, բարի օր նորից բոլորիդ, այս վլոգի շրջանակներում ձեզ ողջունում եմ երկրորդ անգամ, բայց քանի որ երեք մրցույթից հետո ոչ մի բան չեմ նկարել, այդ մրցանակապաշխությունը և այլն, որոշեցի այսօր եւս միանալ ձեզ, համ վլոգը ամփոփեմ, համ էլ ասեմ, թե Նինուլիկը որտեղ զբաղեցրեց։ Այո, ուզում եմ ասել, որ Նինուլիկս երրորդ տեղը զբաղեցրեց ու ինքը այդ պահին բավականին ինձ համար անսպասելի, բայց հուզվեց, չէի սպասում, որ ինքը ցածր կարգ զբաղեցնելու դեպքում կարող է հուզվել, լաց լինել, չգիտեմ, գուցե դա նրանից էր, որ իր ընկերները եւս զբաղեցրեցին բավականին ցածր կարգեր, դրանից երեխեքը հուզվել էին եւ ինքն էլ նայեց, սիրտը լցվեց, որ չէի սպասում ինչի, որովհետեւ ես իրան միշտ տրամադրում եմ, միշտ խոսում եմ իր հետ, որ սա մրցույթ է, որ շատ հնարավոր որ իրենից ավելի փորձառու, ավելի հմուտ պարողներ լինեն ու ինքը զբաղեցնի ավելի ցածր հորիզոնական, այսպես ասած, ես իրան նախապատրաստել էի, բայց թե ինչի այդ պահին այդ սիրտը լցվեց, չեմ կարող ասել, ամեն դեպքում, իսկ ինչի զբաղեցրեց երրորդ տեղը, ինչն էր խնդիրը, խնդիրը նա էր, որ ինքը տարի ընթացքում երկից դուրս եկավ, այսինքն երաժշտությունը չէր լսում ու հիմնական պատճառը դա էր, որ ընկավ երրորդ տեղը, ժյուրիի աչքից դա չէր վրիպել, այսպես ասած, իրականում պարուսույցը ինձ ասել էր, որ ինքը երաժշտությունը չի լսում ու ես դա կապում եմ իր պանիկյոր լինելու հետ։ Այո, Նինուլիկս ունի նման բնավորության կից, ինքը բավականին պանիկյոր է, շատ ստրեսային երեխա է, չգիտեմ, այսպես ամեն ինչից ստրեսի մեջ է ընկնում, ամեն ինչից պանիկա է սարքում, նույնիսկ այն ամենահասարակը, որ չկա մրցույթ եւ այլն, մենք ինչ որ տեղ ենք օրինակի համար գնում, ինքը դրանից ոնց ասեմ,
բավական ստրես է ապրում, երբ ենք հասնելու, ինչքան մնաց, երբ ենք գնալու, մապա որ չուշանանք, մապա որ այսպես, այնպես, մի խոսքով հիմնական պատճառը հենց դա էր։ Ինչքանը ես իրան բացատրում եմ, որ պետք չի հուզվել, պետք չի մոռացիր, որ դու մրցույթի մեջ ես, բայց այս անգամ ինքը իր այս հուզմունքը ավելի շատ էր ու դա ժյուրին նկատեց։ Բայց ամեն դեպքում ես իր հետ նորից խոսացի, ասեցի, որ սա վերջը չի, որ իր առջևում լիքը դեռ մրցույթներ կան ու ավելի լուրջ մրցույթներ կլինեն ու ինքը պետք է ավելի շատ պատրաստվի ու հիմնականում ինքը պիտի աշխատի իր այդ բնավորության գծի վրա, որ չգիտեմ, փոխել չի կարող փոխել, բայց մի փոքր պետք է ուշադրություն չդարձնի, հա։ Այդպես սիրուններս միացա, որ այդ ասեմ ու երևի այսքանով այս վլոգը եւս ամփոփենք, որովհետև չեմ ուզում ժամանակ կորցնել, ուզում եմ միանգամից անցնեմ հաջորդ վլոգին, դրա համար այսքանով ու այստեղ ասում եմ ձեզ մնաք բարով եւ խաղաղությամբ, սիրում եմ բոլորիդ շատ, դե իսկ մենք կհանդիպենք հաջորդ վլոգում, որը իդեպ չի ուշանա, պակա։